Թուրքիայում Շանլուուրֆայ և Քահրամանմարաշ դպրոցներում զինված հարձակումներից հետո երկրով մեկ ուսուցիչները գործադուլ են հայտարարել և զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Ուսուցիչները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը, պնդելով, որ դպրոցները անբավարար են պաշտպանված։ Նրանք պնդում են, որ հարձակման մեջ կասկածվողը նախկինում սպառնալիքներ էր հայտարարել սոցիալական ցանցերում, սակայն դրանք իրավապահ մարմիններն անտեսել են։ Կրթության նախարարության դիմաց բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ, իշխանությունները բերման են ենթարկել նաև այդ դեպքերի համար կառավարության հասցեին քննադատական գրառումներ անողներին, որոնց թիվն անցնում է 60-ից։ Խոշորացույցի տակ է ևս 600 հոգու գրառում։ Հիշեցնեմ, անցած 2 օրերում Թուրքիայում դպրոցների վրա տեղի է ունեցել 2 զինված հարձակում։ Ապրիլի 14-ին երբեմնի հայկական Եդեսիայի, ներկայիս Շանլուուրֆայի դպրոցներից մեկում նախկին աշակերտի կրակոցներից վիրավորվել է 16 մարդ։ Հարձակվողն ինքնասպան է եղել։ Իսկ նախկին Մարաշ, այժմ Քահրամանմարաշ քաղաքի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի բացած կրակից սպանվել են 1 ուսուցիչ և 8 աշակերտ, 20 հոգի վիրավորվել է։ Այս պահին ցույցերն ու երթերն ընդգրկել են Թուրքիայի 81 նահանգ։